PR եղավ այն խոսակցությունները, որոնք որ վերաբերում էին ձեր մորեղբորը Վանո Սիրադեղյանին։ Ես երբեք չեմ շահարկել նրա անունը եւ չեմ էլ շահարկի, ես ինքս միշտ իմ աշխատանքով եմ փորձել որևէ հաջողության հասնել եւ ինձ պետք էր երգել կոմերցիոն երաժշտություն։ Դրանում արաբաթուրքական երևեջներ են հնչում։ Եթե չունենա լսարանը պահանջարկը չլինի, ոչ մի երգիչ դա չի անի։ Հիմնական գումարը երգիչների հենց այդ երգերով են աշխատում։ Այսօր կատարում եմ նմանատիպ երգեր, որովհետև չունեմ հովանավոր, հարուստ սիրեկան եւ հարուստ պապա։ Բոլորը գիտեն, որ ես աշխատում եմ միայնակ։ Ձեզ մեղադրեցին Լիլիթ Հովհաննիսյանի նմանակելու մեջ։ Ոչ մի երգչի ձեռք չի տալիս, որ իր աշխատանքը նմանեցնեն մեկ այլ երգչու արված աշխատանքի, որովհետև դա վերջին հաշվով պրավալ է։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Դան դեսերտ խմորեղենի եւ տորթերի արտադրության ընկերություն։ Հաղորդման գործընկեր Նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ, հասցե Պուշկինի 33 կոտորակ 21։